Բարի օր գործարարիքին միացած հարգելի լսողներ եւ դիտողներ, դուք մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ։ Սա Թարմուղեղով զրույցն է, իսկ Թարմուղեղով իմ զրուցակիցն է Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, որ մեր տաղավարում եք, Տիկին Գրիգորյան։ Ընտրություններից իհարկե խոսելու ենք, գիտեմ, որ մարզերում եք լինում հաճախ, մշտապես բոլոր զրույցների նաև փորձում ենք այդ մասով էլ խոսել, այս անգամ էլ վերջին այցերից այսպես ելնելով, ինչ խնդիրներ կան մարզում, որտեղ եք եղել ու առաջին հնարավորության դեպքում ինչն է, որ պիտի լուծեք։ Իրականում մեր երկիրը փոքր երկիր է եւ թվում է թե խնդիրներն ունիվերսալ են բոլոր շրջանների համար, բայց մեր բոլոր այցելությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր մարզ եւ նույնիսկ յուրաքանչյուր քաղաք իր խնդրի սպეციფიკան ունի եւ այս տարիների ընթացքում ենք իհարկե այս կամ այն չափով մեզանից մի մասը մի մարզային խնդիրներին է ավելի լավատեղյակ, մյուս մասը այլ մարզերին է ավելի ծանոթ իր խնդիրներով հանդերձ։ Օրինակ ես վերջին մեր հանդիպումը օրինակ Մարտունու շրջանում հետաքրքիր մի բան արձանագրեցինք, որ մարդկանց մի մասը ցավոք աշխատատեղ չունենալու պատճառով Ռուսաստան արտագնա աշխատանքի է գնում։ Եվ արձանագրեցինք, որ վերաբերմունքը մեր քաղաքացիների նկատմամբ փոխվել է, հաշվի առնելով այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը Ռուսաստանի հետ, եւ մարդիկ որոշակի մեղմ բառեմասում դիսկոմֆորտ են զգում տարբեր պետական գերատեսչությունների հետ հարաբերվելիս եւ այլն եւ այլն։ Եվ սա իրենք մեկնաբանում են, որ այսօրվա իշխանությունների ոչ կոմպետենտ քաղաքականության հետևանքն է։ Բայց ինձ համար առաջնային խնդիրն այն է, որ հազարավոր տղամարդիկ իրենց տունը թողնում են կանանց երեխաներին եւ գնում են արտագնա աշխատանքի, որովհետեւ իրենց երկրում աշխատանք չեն գտնում։ Այսինքն այն մարդիկ չեն, ովքեր չեն ուզում աշխատել, ծուլանում են աշխատել, չէ, մարդիկ պատրաստ են նույնիսկ գնալ այլ երկիր ժամանակ առ ժամանակ աշխատանքի համար, հետեւաբար թիվ 1 խնդիրը տարբեր մարզերում, երևի մի փոքր ավելի քիչ Սյունիքում, բայց հիմնական մեր ամբողջ երկրում թիվ 1 խնդիրը աշխատատեղերի քիչ լինելն է։ Եվ այսպես բոլոր մարզերում այդ խնդիրները կան, իհարկե օրինակ Սյունիքում, որտեղ ես ավելի շատ եմ լինում, խնդիրները որակապես մի փոքր այլ են, անվտանգություն, հիմա գիտեք արդեն տրիպ ծրագրի մասին է խոսվում, մարդիկ ուզում են հասկանալի վերջո դա ինչ է, որտեղով է անցնելու, նույնիսկ տարածական առումով, ֆիզիկական առումով շատ այսպես անհասկանալի է, նույնիսկ տարբեր պաշտոնյաների հետ խոսելիս հասկանում ես, որ նույնիսկ իրենք տեղյակ չեն, թե տրիպ կոչված ծրագիրը, այսինքն երկաթգիծը ճանապարհը, եթե ինչ որ փուլում գազամուղ, նավթամուղ պետք է անցնի, դա որ հատվածներում է լինելու, այն որ դա լինելու է Սյունիքում, այդ բոլորը հասկանում են, բայց թե որ հատվածով է լինելու, ինչ խորությամբ է լինելու, ինչ հիմնական տրամաբանությունը հասկանալի չէ, մի խոսքով։ Հա, հիմնական տրամաբանությունը միգուցե եւ հասկանալի է, բայց ինչպես ասում են, սատանան դետալներում է, եւ քանի դու դեռ դետալներին չես տիրապետում, դու չես կարող, հա, ավելի մատնի չեն, չէ, դետալները, հետո կարող են քո դեմ աշխատել։ Հա, օրինակ հիմա այդ նույն ծրագրի մեջ ասում են front office, back office, ինչ որ նոր բառեր են, որոնք առաջին հայացքից թվում է, հա, դե սովորական բաներ են, ասում են, դե գիտեք, Եվրոմիության անդամ երկրների միջև էլ կա front office, back office, շատ լավ գիտակցելով, որ Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրոմիության անդամ երկրների հարաբերություններ չունեն։ Այնտեղ մաքսային միասնական համակարգատնտեսական, քաղաքական այնպիսի ներգրավվածություն է միմյանց մեջ, որը բացարձակ այլ է մեր իրավիճակում։ Հետևաբար այդ դետալների մասին է հիմնական հարցադրումներն, օրինակ արդեն Սյունիքում։ Նկատի ունեմ, եթե մեծ այսպես բան անեմ, պատասխանեմ ձեր հարցին, յուրաքանչյուր մարզ, նույնիսկ յուրաքանչյուր բնակավայր ունի առանձին իր տարածքին հատուկ սպეციფიկ խնդիրները եւ բնականաբար այդ խնդիրների մասին ավելի մանրամասն պետք է խոսել։ Գիտեք, օրինակ ես հիշում եմ նախորդ ընտրությունները 21 թվականին մեր հիմնական խնդիրներն անվտանգության մասին խոսելն էր։ Դեռ կար Արցախը։ Դե պատերազմից հետո էր պատերազմական իրավիճակ էր, ադրբեջանական զորքը ներխուժված Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ, որոնք շարունակում են մնալ մեր երկրի տարածքում իմիջիայլոց եւ ավելի ամրացած վիճակում են գտնվում մեր երկրի տարածքում։ Եվ մեր հիմնական կոնցեպտը անվտանգության վերաբերյալ էր եւ ավելի քիչ սոցիալական, տնտեսական, կրթական եւ այլ այս բոլոր հարցերին վերաբերել է։ Ես կարծում եմ այս փուլում անշուշտ քննարկման հիմնական առարկան եւս լինելու է անվտանգությունը, արտաքին քաղաքականությունը, հատկապես հաշվի առնելով այն турբուլենտ փոփոխությունը, որ ամբողջ միջազգային քաղաքական քարտեզի վրա է տեղի ունենում, բայց նաեւ պետքա
առաջարկել այնպիսի ծրագրեր, որոնք մարդիկ շոշափելի զգան իրենց հետ ինչ կլինի։ Կրթությունից սկսած, օրինակ վերջերս ես ակտիվորեն առաջ եմ քաշում այդ օրակարգը, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում, պետական բուհերում կրթությունը պետք է լինի անվճար։ Եվ երիտասարդները պիտի իմանան, որ այո, հնարավորություն կա անվճար կրթություն ստանալու։ Ցանկացած մեկը, ով պատրաստ է լավ սովորել, ինքը պետք է խնդիր չունենա վճարելու, ֆինանսական խնդիրների պատճառով ինքը դուրս չպետք է մնա համալսարանից, իսկ նույնիսկ իմ ուսանող տարիներին ես հիշում եմ, որ նման դեպքեր են եղել։ Երբ ուսանողը մարզից եկած, լավ սովորում եւ այլն, բայց հնարավորություն չի ունենում իր կրթությունը շարունակելու։ Այսինքն այս խնդրի լուծման պետք է զբաղվել եւ այսպես բազմաթիվ, այսինքն եթե ես հիմա փորձեմ տարբեր ոլորտներով ծրագրային առաջարկներ ներկայացնեմ, դա մի ամբողջ սպեկտր է հարցերի եւ մենք կարծում եմ բավականին ակտիվ յուրաքանչյուր ոլորտի հետ առնչվող, այսինքն գլոբալից մինչեւ կոնկրետ տեղային խնդիրների լուծումներ։ Այն խոսույթը, որ Նիկոլ Փաշինյանի գերակշիռ ձայները մարզերում են, համամիտ եք դրա հետ։ Մասնակի համամիտ եմ, գյուղական բնակավայրերում հավանաբար ավելի շատ, որովհետև գյուղական բնակավայրերում ինֆորմացիան ավելի սահմանափակ է ձեռք բերվում, նկատի ունեմ հիմնականում հմեկով տրամադրվող ինֆորմացիան է յուրաքանչյուրի տանը, այսինքն տելևիզորը միացրած մարդիկ որոշակի բաներ լսում են եւ հիմնական նարատիվները բնականաբար թե որքան հրաշալի է ամեն բան, թե մենք ինչպես ենք ծլում, ծաղկում, բարգավաճում եւ աննախադեպ հաջողությունների հասնում։ Իսկ երբ որ մարդը ամենօրյա ռեժիմով հմեկի լուրերն լսում, այո, իր մոտ է տպավորությունն է, որ ամեն ինչ հրաշալի է եւ խնդիրներ չկա։ Այո, ինֆորմացիայի սակավությունը մարդկանց մոտ միակողմանի գիտելիքներ է ձևավորում, ինֆորմացիա է ձևավորում եւ հետեւաբար կարծում եմ մի քիչ օբյեկտիվ է, որ գյուղաբնակ համայնքներում ավելի շատ պրոիշխանական տրամադրություններ կան։ Սա այն դառն այն ժամանակաշրջանն է, երբ հեռուստացույցը միակ տարբերակը չի տեղեկատվություն ստանալու, բազմաթիվ այլ եղանակներ կան ու մեծահասակները նույնիսկ օգտվում են դրանից։ Ի՞նչն է խնդիրը, որ կրկին հանրայինն է առաջնային դիրքում եւ արդյոք այդպես է, թե ամեն դեպքում ֆեյք լրատվամիջոցներ, ֆեյք քարոզիչներ իրենք ամեն դեպքում եւս ազդեցություն ունենում են։ Նախ պետք է ընդունել, որ ամեն դեպքում հմեկը հիմնական նարատիվներ ձևավորողն է գյուղաբնակ համայնքներում, հիմնական գյուղաբնակներում։ Իհարկե պետք է ասել, որ նաև մասամբ, այո, մարդիկ նաև հեռախոսներով տարբեր կայքերից են օգտվում եւ այլն, բայց օրինակ եթե գնաք, ես 2 անգամ նման փորձ ունեցել եմ մարզերից մեկում, գյուղերից մեկում։ Երևի 65-66 տարեկան կնոջ հեռախոս վերցրել եմ եւ ուղղակի ուզեցել եմ հասկանալ, թե իր լենտայում, այսպես ասած, ինչ նորություններ է գալիս եւ այս Ալա Perfect TV-ա նման ինչ որ կայքեր են, որոնք ինձ համար ահավոր խորտ ու անհասկանալի այդ մարդկանց հեռախոսում դա հայտնվում։ Հա, բայց հավանաբար ինչ որ մեխանիզմ կա ձևավորված, ես իհարկե մասնագետ չեմ, դրա համար sense շատ դելետանտ ձևով եմ ասում, բայց այն ինչ որ տեսնում ես ակնհայտորեն դա է։ Նույնիսկ իմ ծնողների հեռախոսին երբեմն այնպիսի կայքերից են գալիս, ասում Տեր Աստված, այս սունկ կայքերը որտեղից են, այս ինչ ինֆորմացիաներ են դրված։ Դրա համար երբ որ գնում ես ինչ որ գյուղերում զրույց ես ունենում, զգում ես որ ինչ որ անհասկանալի ինֆորմացիաներ են գալիս։ Իրենց հարցադրումների հիմքը այնպիսի ինֆորմացիա է, որը օբյեկտիվորեն գոյություն չունի կամ մանիպուլացված է, եւ դու հասկանում ես, որ աղբյուրը այ դրանք են։ Հետեւաբար համակի նարատիվներ, կայքեր, սունկ կայքեր, որոնք ակնհայտ է պրոիշխանական այսպես մոնիտորինգի տակ են իրանք են ձևավորում եւ ստանում ենք այն իրականությունը, որ ունենք, բայց այնպես չի, որ մենք հակադարձ քաղաքականությունը չունենք, այսինքն հիմա ասել, որ մենք համակերպվել ենք դրա հետ, որ վերջ այդպես է եւ այլն, այդպես չի։ Նախ մեր այցելություններով ֆիզիկական ներկայությամբ, երկրորդը հիմա էլի ոչ շատ ես մասնագետ չեմ, բայց TikTok-ը բավականին լայն տարածում ունի, այդ թվում նաեւ մարզերում։ Հիմա նաև TikTok-ում բավականին ակտիվ լինելը հասնում է։ Միջև վերջին գյուղն էլ հնարավորություն ունի հասնելու։ Եթե Facebook-ում այդ սուն կայքեր եւ այլն ինչ որ այլ ալգորիթմներ են գործում, TikTok-ում մի փոքր այլ է աշխատում։ Ես հասկանում եմ, որ շատ բանալ դարձրեցինք մեր զրույցի ենթաշերտը, բայց այդ ուղղությամբ սկսվում ամեն ինչ, այդ օրակարգեր են ձևավորվում։ Բայց այդ ուղղությամբ աշխատանք տանում ենք, այսինքն եթե դու
քո առաջ խնդիրադրված իշխանափոխություն իրականացնելու բոլոր հնարավոր ուղղություններով, այսինքն հերիք չի, որ դու օրակարգը ձևավորես, հերիք չի, որ դու գայթակղիչ նարատիվ ունենաս, դու պետք է կարողանաս դա հասցնել մարդկանց։ Իսկ հասցնելու համար ակնհայտորեն իշխանությունը շատ ավելի պատրաստված բուրգ ունի, շատ ավելի պատրաստված համակարգ ունի, որտեղ այնտեղ պետական լծակներ 1000 ու մի բան կա։ Բայց այդ ուղղությամբ աշխատանքը մեր կողմից եւս իրականացվում է։ Այ նշեցիք, որ 21 թվականին իրավիճակը այլ էր, այն ժամանակ դեռևս Արցախը հայկական էր, հայկական վերահսկողության տակ էր։ Հիմա իրավիճակը այլ է, անվտանգային այդ հարցերը այդքան էլ բարձրացված չեն, ինչքան որ այն ժամանակ էր։ Սոցիալական խնդիրները կրկին գալիս են առաջին հորիզոնական։ Ես ամեն դեպքում այդպես եմ տեսնում։ Դուք ոնց կգնահատեք իրավիճակը ու տարբերությունը այն ժամանակ, ինչպես եք դուք պատրաստվում ընտրություններին ու այսօր ոնց եք պատրաստվում։ Կարծում եմ մասամբ դրան անդրադարձա, որ այո 21 թվականին հիմնական նարատիվը անվտանգությանն էր վերաբերում, Արցախի խոցված, բայց գոյություն ունեցող կարգավիճակը առնվազն պաշտպանելուն էր վերաբերում եւ մեր օկուպացված տարածքների դեօկուպացիայի հարցերին, ռազմագերիների հարցերին, բայց որ այսպես 5 տարիներին հետահայաց նայում ես, մեր կյանքում դրական առումով ինչն է փոխվել։ Այս տարիների ընթացքում մենք պատմական ողբերգություն ենք ունեցել, Արցախի կորուստ ենք ունեցել, մեր օկուպացված տարածքները դեռևս շարունակում են մնալ օկուպացված, մենք ունենք ռազմագերիներ Բաքվի բանտում, այո, Փառք Աստծո 4 ռազմագերի եկավ հայրենիք եւ միայն շատ ուրախ ենք դրա համար, բայց շարունակում ենք փաստացի ունենալ մեր հայրենակիցներ, ովքեր խոշտանգվում են Բաքվի բանտում։ Այսինքն այն գլոբալ ցանկացած պետության եւ ժողովրդի համար ֆունդամենտալ հարցեր լուծված չեն։ Լուծված չեն, ոչ միայն չեն լուծվել, այլ նաեւ ողբերգություն է տեղի ունեցել։ 21 թվականին մենք իմիջիալուց հիմա ես առանձնապես հաճույք չեմ ստանում այս նախադասությունն ասելիս, բայց պիտի ասենք, մենք ասում ենք, չէ, որ 21 թվականին Նիկոլի մնալով, այս իշխանության մնալով, կորուստ ենք ունենալու եւ արցանագրված կորուստ ունենք, Արցախի կորուստն է։ Հիմա այս իշխանության շարունակական իշխանավարումը մեզ հերթական կորուստների է բերում եւ դա փաստ է։ Հիմա իրանք առավոտից իրիկուն կարող են խոսալ իհարկե, որ վերջապես խաղաղությունը եկավ։ Այն մի հատ հայտնի ամենաթանկ Հայաստանի Հանրապետության տուրիստը Վահագն Խաչատուրյանը, որ միլիոններ է ստանում պետական բյուջեից, գնացել է Դավոս, մի ստորանում Ալիևի առաջ, բա շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր կամքի համար, խաղաղության։ Ինչի համար է շնորհակալություն հայտնում։ Հազարավոր զոհերի համար է շնորհակալություն հայտնում, որ այսօր հազարամյակներով բնակեցված Արցախում մի հայ չի ապրում, դու դրա համար ես Ալիևին շնորհակալություն հայտնում։ Ձեզ ով է իրավունք տվել ամբողջ հայ ժողովրդի անունից այդքան ստորանալ Ալիևի առաջ։ Հասկացանք, մեր ժողովուրդը ասում է խաղաղություն ենք ուզում։ Ու այո, այդ հանձնառությունը պատվիրակումը, անդիմությանը, իշխանությանը ասում է խաղաղություն հաստատեք, բայց ձեզ ասել են գնացեք այդքան քարշ եկեք բանի Ալիևի ոտքերի առաջ, դու ինչի համար ես Ալիևին շնորհակալություն հայտնում։ Կրկնում եմ, էթնիկ զտման համար շնորհակալություն հայտնելը ո՞րն է։ Վահագն Խաչատուրյան, դու Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, մնացածին չես ճանաչում, ովքեր հիմա գտնվում են Բաքվի բանտում։ Բայց այդքան շնորհակալություն հայտնելու փոխարեն զուգահեռաբար ասա մեր տղեկին ազատեք։ Մի խոսքով այլ հարցից էինք գալիս։ Հիմա բնականաբար այդ բոլոր հարցադրումները շարունակելու են ակտուալ լինել։ Ես կարծում եմ երկու հիմնական շեշտադրում պետք է անել։ Ոչ թե համամասնության տեսակետից առաջին, երկրորդ առաջնահերթություններից, այլ ընդհանուր տրամաբանությունը, այո, սոցիալական խնդիրներին պետք է անդրադարձ կատարվի, որովհետև ես տեսնում եմ, իմ առօրյա շփումներն էլ ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են ուղիղ հասկանան իրանց կյանքում շոշափելի առումով ինչա տեղի ունենալու։ Գլոբալ հարցերից զատ ուզում են հասկանալ իրենց կյանքում ինչ փոփոխություն կարող է լինել այս կամ այն ուժի ընտրության պարագայում։ Եվ այստեղ այո, այդ ծրագրերը պետք է մշակվեն առարկայական, ոչ թե գլոբալ, ամեն ինչ լավ է լինելու եւ այլն, այլ կոնկրետ ինչ փոփոխություն կարող է լինի մարդու կյանքում։ Բայց ինձ համար նաեւ անչափ կարեւոր է ազգային կոմպոնենտի մասին խոսելը։ Այսօր Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է մի ուղղությամբ, որտեղ հիմնահատակ պետք է քանդվի պայմանական եկեղեցու ինստիտուտը, ինքն ասում է պետք է այս պայմանական 4-րդ հանրապետությունում իրական Հայաստանում եկեղեցին որպես ինստիտուտ է դերակատարումը չունենա։ Չպետք է Հայաստանի Հանրապետությունում գտնվի որևէ ինստիտուտ, որևէ խումբ, անկախ նրանից թե դա ինչ խումբ է, որ համարձակվի խոսի այլ օրակարգով, քան սահմանված է իշխանությունների կողմից։ Այսինքն ամենայն հայոց կաթողիկոս չպետք է լինի հենց Նիկոլ Փաշինյանի, այդտեղ էլ հարց կա էլի։ Դե հիմա կառավարությունը ինքնապետությունն ինքն այլ Լյուդովիկոսի կներեք կայֆերի մեջ է հիմա ինքը։
Բայց ամբողջ էությունն ինչն է, որ եթե որևէ մեկը այսօր կարող է խոսել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, այո, դա հենց մեր կառավարությունը պետք է լինի։ Բայց իրանք մերժում են այդ օրակարգը։ Իսկ ամենայն հայոց կաթողիկոսը, որ ոչ միայն Հայաստանում ապրող հայերի կաթողիկոսն է, հոգևոր առաջնորդն է, այլ ամենայն հայոց կաթողիկոսն է եւ հետեւաբար նաեւ արցախցիների հոգևոր առաջնորդն է, բա ինքը բոլոր իրավունք ունի այդ թեմայով խոսելու։ Եվ տեսակ չէ, որ բանում Բեռնում իր հայտնի հայտարարություններից հետո ինչպիսի հակահարված գնաց եւ ինչպիսի քարոզը հիմա գնում, այս արշավը եկեղեցու դեմ։ Նկատի ունեմ, ներողություն եմ խնդրում, այսինքն քաղաքացին պետքա հասկանա, որ եթե իշխանությունները վերարտադրվում են, եկեղեցին հիմնահատակ քանդելու process-ը շարունակվելու է։ Սփյուռքի հետ մեր հարաբերությունները ակնհայտորեն խզվելու են, չնայած դրան հիմա այդ քաղաքականությունը վարվում է։ Այսինքն իր այդ իրական Հայաստանը, այստեղ ապրող մարդիկ են միայն, չնայած մեր աշխարհասփյուռ ռեսուրսը ամենամեծ զենքերից մեկն է, ես ներողություն եմ խնդրում, որ sense այս բառն եմ օգտագործում, բայց մենք իսկապես համանապակ հնարավորություններով երկիր ենք, եւ Սփյուռքը շատ մեծ հնարավորություն է։ Ներուժը պիտի օգտագործել։ Քո իհարկե քո շահերը առաջ տանելու եւ դրսում։ Երբ պայմանական մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան, դրսում մենք ունենք փայլուն մասնագետների ներգրավման, խորհրդատվության, քո շահերը դրսում առաջ տանելու այնքան հսկայական ռեսուրս է Սփյուռքը հայ ժողովրդի համար, այդ լավ օրից չի է, որ մենք 10 միլիոն ենք, բայց ընդամենը մինչև 3 միլիոն ենք Հայաստանի Հանրապետությունում ապրում։ Բայց եթե հիմա այդպես է ստացվել, եթե հիմա դա է իրողությունը, ապա մեր 7 միլիոն հայրենակիցները, այո, պետքա կարողանան մեր պետության օգտակար լինել մեր շահերը առաջ տանելով։ Իսկ Նիկոլ Փաշինյանի գաղափարը հակառակն է։ Ես չեմ էլ կարծում դա Նիկոլ Փաշինյանի գաղափարն է, դա ավելի թուրքական նարատիվներ են։ Թուրքիայի բոլոր նախագահներն էլ դա են պնդում, որ Հայաստանի Հանրապետության հայերը լավն են, այ Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող հայերը լավը չեն։ Եվ հետեւաբար այդ կապը չպետքա լինի։ Պետքա խզվի կապը Սփյուռքի հետ, պետքա չլինի ուժեղ Հայաստանի Հանրապետությունում հայ հոգևոր առաջնորդ, հայ եկեղեցու կառույցը պետքա թույլ լինի։ Չպետքա ցեղասպանության անդրադարձ կատարվի, պատմությանը վերաբերելի անդրադարձ կատարվի, անունները հրապարակվեն։ Հա, դա էլ հələ չէ, դա ոչ միայն հրապարակվեն, այլ հարցականի տակ է դրվում։ Արդյոք 1.5 միլիոն հայեր են զոհվել ցեղասպանության ժամանակ։ Պետք է այդպես։ Հա, եթե անառանուն հրապարակվի կարող է բարձր ոչ էլ 1.5 միլիոն է։ Այսինքն այդ խորհրդանիշների դեմ պայքարը, լավ, որ մի նորմալ հայի մտքում մի օր կծնվեր գաղափար Արարատ Արագածի դեմ հակադրելու։ Արարատը քո խորհրդանիշն է, քո սիմվոլիկ նշանակություն, յուրահատուկ դեր ունի, չէ՞ Արարատը քո կյանքում, բայց ինչ ես դու Արագածի դեմ հանում։ Ոնց որ քո երկու երեխաներն իրար դեմ հանես։ Չէ, դա ուղղակի հնարավոր չի։ Արարատը մի նշանակություն ունի մեզ համար, եւ դա ուղղակի օթում չի ծնվել, դա մեր պատմությունից եկած նշանակություն է։ Արագածը այլ դերակատարություն։ Մի անգամ մենք տաղավարում խոսել ենք նաեւ Խուստուփի ինձ համար նշանակության մասին, բայց ես ոնց կարող եմ երբևէ ինձ թույլ տալ Խուստուփ Արագածի հետ հակադրել, Խուստուփ Արարատի հետ հակադրել, դա ուղղակի աննորմալություն է։ Եվ այս ընդհանուր ազգային այս նարատիվը պետք է մեզ համար այնտեղ որ ամեն դեպքում առաջնահերթ հայրենաճանաչության հարց ունենք, որ պիտի լուծվի։ Ես կարծում եմ այս տարիների ընթացքում ես այո եկել եմ այդ եզրակացության, որ մենք իրական հայրենաճանաչության խնդիր ունենք։ Ես այդպես չեմ պատկերացրել, Մոնիկա, անկեղծ չեմ պատկերացրել, որ օրինակ Հայաստանում մեր բնակչության նույնիսկ բացարձակ մեծամասնությունը Արցախի տեղը չգիտի, չի եղել Արցախում։ Ու ես ինքս ինձ համար մեծ ողբերգություն եմ ապրում հասկանալով, որ մենք ոչ Արցախի անկախությունը, Արցախի ազատագրումը գնահատեցինք, ոչ էլ հիմա շատ մեծ ցավ ենք ապրում հավաքական առումով եմ ասում Արցախի կորստի համար։ Սա ինձ համար այնքան մեծ ողբերգություն է, որ ես նույնիսկ այդ գաղափարի հետ այդ ընկալման այդ առերեսվելուց մեծ ցավ եմ ապրում։ Այո, մենք չգնահատեցինք Արցախը։ Ցավոք սրտի, որովհետև չկար այդ ընդհանուր մշակված քաղաքականությունը, որ Արցախ նույնիսկ, չգիտեմ, շատ տարական բան եմ ասում։ Իշխանությունների խնդիրն է, չէ՞։ Տարական բան եմ ասում։ Իշխանությունները պիտի այդ հարցը դնեին, վերևից այդ օրակարգը իջեցվեր ներքև, հանրությունը գնահատեր, գիտակցեր, որ դա կարևոր է։ Մշտապես այդ խոսակցությունը կա, մենք մեր որդիներին ճանապարհեցինք Արցախ ու արդյունքում տեղի ունեցավ սա։ Այդ խոսակցությունը մինչև այսօր շարունակվում է, երբ Արցախի անունը հնչում է։ Այո, ճիշտ եք ասում, բայց հիմա ես Արցախի մասին ասացի, բայց դուք չեք կարծում, որ նույնը նաև Սյունիքի մասով է։ Տավուշի, Շիրակի, հիմա քանի տավուշեցի է եղել Սյունիքում։ Քանի սյունեցի է եղել։ Մեկը ես եղել։ Քանի սյունեցի է եղել Շիրակում։
Այսինքն մենք ունենք այդ ֆունդամենտալ խնդիրը, փոքր երկիր ենք, աշխարհի ամենաչքնաղ երկիրը, փոքր, արդեն խոցված տարբեր տեղերից։ Գոնե հիմա այդ հայրենական տուրիզմի հարցերին այդ հարցն էլ պիտի։ Ոչ միայն ներգնա բոլոր հարցերից մի հարց ծագում է։ Ոչ միայն ներգնա տուրիզմի մասին է խոսքը, հարգելի Մոնիկա։ Այո, պետական քաղաքականություն պետք է մշակվի, դպրոցներում, այո, ավտոբուսներով, ես հիմա տարական բաներ եմ ասում, ավտոբուսներով, այո, երեխաներին պետք է տանել տարբեր մարզեր, ցույց տալ։ Ես հիմա փշակաղում եմ, երբ օրինակ իմ ընկերներից մեկը ասում է, գանք գնանք մի հատ մեղրի, մի հատ սյունիքը տեսնենք, չգիտենք ինչ կլինի։ Հասկանում եք, այդ Արցախի կորստից հետո իհարկե այլ մի քիչ էլ օբյեկտիվ է, որ մարդիկ այդ վտանգը զգում են, վախերն ունեն, ուզում են հասկանալ, որովհետև չգիտենք մենք հաջորդ անգամ Արցախ երբ կլինենք, ես ու դուք կլինենք, մեր երեխեքը կլինեն, թե չեն լինի, ինչ պայմաններում կլինեն։ Սրանք շատ ցավոտ հարցեր են, բայց այն որ իսկապես քանի դու դեռ չես եղել որևէ տեղ, քանի դու դեռ չես սիրում այդ տեղը, իսկապես մոտեցումներդ փոխվում են այդ տեղի մասով։ Հա, Արցախում կրկնում եմ եղել են հիմնականում մարդիկ, ում որդիները ծառայել են, հա, եղել են մարդիկ, ովքեր գաղափարական առումով հասկանում են, թե հասկացել են, որ Արցախը մեզ համար ինչ նվեր է եղել, ինչ ընծայ է եղել, որ մենք կարողացել ենք ազատագրել։ Բայց հավաքական առումով, այո, դա պետական քաղաքականության խնդիր է։ Քանի դա դեռ պետական քաղաքականություն դրված չի հայրենաճանաչությունը, իմ ընկերներից մեկը, որ Իսրայելի հետ կապ ունի, մինչև իսրայելական բանակ տանելը, ինքն է պատմում, որ տղաներին ամբողջությամբ ծանոթացնում են, բոլոր հատվածներով տանում են, որ իրանք հասկանան, թե ինչի համար են կռիվ տալիս։ Ամեն կտոր հողի արժեքը, ամեն սանտիմետր հողի համար իրանք հասկանան ինչն է արժեքը, եւ եթե իրենք պետք է զոհվեն, իմանան ինչի համար են զոհվում, որ իրանք սիրեն այդ ամեն սանտիմետր հողը։ Հասկանում եք, դա մշակված պետական քաղաքականություն է։ Եւ միգուցե ժամանակ չունեցանք, ես չգիտեմ, կարող ենք տարբեր օբյեկտիվ, սուբյեկտիվ պատճառներ բերել, թե ինչու դա չստացվեց, բայց ինձ համար շատ մեծ ցավով եմ արձանագրում, որ Արցախի կորուստը մի մասի համար իհարկե եղել է խայտարակ մեծ կորուստ, նույնիսկ ասենց անհաղթահարելի սպի, որ մինչև հիմա չի հաղթարում, նորմալ է, ընդամենը մի քանի տարի է անցել։ Բայց մի մասի համար էլ տարիներ շարունակ այդ թեզը տարվող, որ Արցախից պետք է ազատվել, բեռա մեզ վրա Արցախից պետք է ազատվենք, որ հանգիստ ապրենք, այդ թեզը ընդունում եք, չէ՞, որ այդ թեզը բավականին տարածված է եղել, այդ թեզը սնուցող մարդիկ են եղել, այդ թեզը սնուցման համար կոնկրետ նպատակներ են ունեցել։ Հիմա ակնհայտ է, որ Արցախը մեզ համար զրահաբաճկոն էր, Արցախի կորստից հետո արդեն Սյունիքը, Գեղարքունիքը, Վայոց ծորն են ուղիղ խոցված։ Եվ այս ամեն ինչը մեզ համար հասկանալի է, որ քանի կար Արցախը, Հայաստանի Հանրապետության տարածքներում այս ադրբեջանական զորքեր չէինք տեսնում։ Արցախի կորստից հետո մենք տեսանք, որ ուղիղ այդ սպառնալիքը եկավ մեզ վրա։ Բայց ես գիտեք նաև ինչից եմ ասենց բարկանում, որ այդ թեզով ապրող մարդիկ, որ բեռը Արցախից պետք է ազատվեն, ասում են Արցախը տանք լավ ենք ապրելու, Արցախը տանք հանգիստ ենք ապրելու։ Լավ, հիմա լավ եք ապրում։ Մեզ իշխանությունն էլ էր ասում էր ավելի լավ եք ապրելու։ Մեր պարտքը հասցրել են 14 միլիարդի, բա եթե միայն Արցախն էր խնդիրը, որ իբր մեր բյուջեն չնայած այդպես չէր գնում էր Արցախ հիմա պետք է ավելի լավ ապրենք։ Կրկնում եմ, մեզանից ամեն 4-րդը, ամեն 5-րդը աղքատ է։ Մեր նվազագույն աշխատավարձը 75,000 է, 75,000-ով դու ինչ կարող ես անել։ Սպառողական զամբյուղն է 85,000, այսինքն 10,000 ավելի ցածր գումարը։ Դու 75,000, իսկ մեր քաղաքացիների մի մեծ խումբ 75,000 մինիմալ աշխատավարձ է ստանում։ Արցախը տալիս եք, որ լավ ապրեիք։ Մեր թորների ուսերին դրված է 14 միլիարդ պարտք։ Երեք ես ազգային ժողովում էլ ասի, 14 միլիարդ պարտքի միայն սպասարկման, այսինքն տոկոս մայր գումար, ոչ թե կոնկրետ ծրագիր ճանապարհ կառուցելու համար, այլ ընդհանրապես վարկը սպասարկելու համար տրվում է նույնքան գումար, որքան պաշտպանությանը, կրթությանը եւ առողջապահությանը, այդ երեք ոլորտներին տրվող գումարի չափ գումար տալիս ենք միայն վարկը սպասարկելու համար։ Հասկանում եք։ Ու հիմա ես կարծում եմ իհարկե տրամադրությունները փոխվել են, որ այդ այլևս այդ ընկալումները հասկանալի են, որ խեղաթյուրված են, կոնկրետ ծրագիր էին հետապնդում, ցավոք ոչ հայկական ծրագիր, բայց ունենք այն ինչ ունենք։ Հարցեր կան ամեն դեպքում այն մասով, որ տեղեր կան, որտեղ իշխանության հետ կարծես թե համամիտ եք։
Վերջին օրինագիծը Հայկ Սարգսյանի ներկայացրած Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկել, երբ 27-ից 37 տարեկաններին առաջարկում է քրեական պատասխանատվության չենթարկվել բանակից խուսափելու մասով։ Ինչու է կողմ։ Տեսեք, 27 տարեկանից հետո Հայաստանում, այսինքն այն մարդիկ են, ովքեր ամեն դեպքում Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում եւ իրենք կարող են ընդհանրապես Հայաստան չգալ։ Հիմա տրվում է հնարավորություն դրանով, որ այստեղ ընդհանրապես մենք խնդիր չենք դրել ով աներկայացրել, ով չի ներկայացրել։ Եթե հնարավորություն է տրվում մարդու, ով մեր այս իսկապես մենք հեշտ ինչքան էլ գոռան խաղաղության մասին, աշխարհակահաղական փոթորիկ ա մեզ սպասում։ Ու այո, ինչքան շատ հնարավորություն ստեղծվի մեր հայրենակիցներին, ովքեր Հայաստանում չեն, գալ Հայաստան, մենք այդ հնարավորությունը պետք է ստեղծենք։ Այո, իրեն գալիս են, բայց հենց այնպես չեն գալիս, այսինքն այնտեղ որոշակի սանդղակ կա։ Հնարավորություն է ստեղծվում քրեական պատասխանատվության փոխարեն այլ բաներ անելու, այսինքն պայմանական ծառայել եւ որոշակի գումար վճարել կամ ամբողջությամբ ծառայել, հա? Այսինքն դիտանկյունը զուտ նա է եղել, որ հնարավորություն տրվի այն քաղաքացիներին, որոնք ամեն դեպքում չեն ծառայել Հայաստանի Հանրապետությունում եւ չեն էլ վերադառնալու Հայաստան, գոնե 10 հոգի, 20 հոգի, 100 հոգի այդ ամբողջ ցանկից հնարավորություն ունենանք Հայաստան բերելու, այդ արդեն այսպես շատ վատ բառ եմ ասում, բայց կորսված ռեսուրսից, հայկական ռեսուրսի որոշակի վերադարձ է Հայաստան։ Իսկ նաև ազգային ժողովում երեք այդ հարց ու պատասխանի ժամանակ, երբ պարգևավճարների հարցներ քննարկում, դուք Նիկոլ Փաշինյանին ասացիք, որ առանց տեսախցիկների պատրաստ եք իրեն ցույց տալ, թե ուր են գնացել այդ պարգևավճարները, բայց մանդատներ ձեզ հանրությունն է տվել։ Առանց տեսախցիկների ինչու անկեղծ չեք ասում, թե ուր են գնացել այդ գումարները։ Մենք շատ անկեղծ ընդհանուր ոլորտներն ենք նշում, ինչ ենք արել, կրթության վճարից, մինչև դեղերի գումար, արցախցիներին տեխնիկական ինչ-որ բաներ, տեխնիկական սարքեր գնելու հնարավորություն, քաղբանտարկյալների ընտանիքներ, այսինքն սպեկտրը այնքան մեծ է, բայց մեզ համար երբեք այդ խնդիրը չի եղել, որ այսպես տանենք, նկարենք եւ ցույց տանք, ցավոք ես դա չեմ կարծում, որ լավ տարբերակ է, նաեւ այն մարդկանց համար, ում մենք այդ գումարը տրամադրում ենք։ Հիմա մարդը նեղության մեջ Այս վերջերս արցախցիներից մեկի հետ է խոսում, ով կոնկրետ մի հատ տեխնիկական իրի կարիք ա ունեցել, սառնարանի խնդիր ունեին, ասում է գիտեք, ես ոչ մի բանի կարիք չունեմ, չեմ ունեցել, տուն, տեղ, ամեն ինչ ունեցել եմ, հիմա ասում է ես շատ վատ եմ զգում, որ պետք է որևէ մեկից գումար վերցնեմ կամ սառնարանը գնեկտեք, որովհետև ես սրա կարիքը չեմ ունեցել։ Հիմա դու պատկերացնում եք այդ մարդուն անուն ազգանունը հնչեցվի, ով ընդհանրապես խնդիր չունի, ասում է երկու տուն եմ ունեցել, երկու մեքենա ենք ունեցել։ Արժանապատվության հարց է։ Արժանապատվության հարց է, չէ՞։ Հիմա այսինքն կամ մեկը խնդրում է, ասում է այս դեղերի հարց ունենք, մարդուն օգնում ես իր դեղերն առնում է։ Հիմա դու անում ես, որ մարդուն օգտակար լինես, թե դա հնչեղության հարց դառնա, մենք սկզբունքի տեսանկյունից ասում ենք պարգևավճար տալը ճիշտ չի։ Մի երկիր, մենք բան չենք, իրան Նիկոլ Փաշինյանին թվում է, որ ինքը հեծանի վակշում, ուրեմն Շվեյցարիայի վարչապետն է, ու մեր ժողովուրդն էլ ապրում է այնպես, ինչպես շվեյցարացիներն են ապրում, այդպես չի, չէ։ Բա մեր շուրջը, որ նայում ես համատարած աղքատություն, համատարած մարդիկ չգիտեն ինչ անեն, որ ավելի լավ ապրեն։ Մենք այդ երկրում են հայտնում են ինչ-որ փուչիկի մեջ, բոլոր ժամանակն եմ կարծում եմ, ու այդ խնդիրը ակնհայտ է։ Չէ, երբ որ ես ուզում եմ, որ մեր գործողությունները օբյեկտիվորեն, այո, մեր ընտրողն էլ պետք է իմանա, որ մենք այո այդ գումարները տվել ենք կոնկրետ մարդկանց, կոնկրետ ծրագրերի։ Հիմա օրինակ նույն քաղբանտարկյալների թեմայով, ես չեմ կարծում, որ ճիշտ է վեր կենանք ասենք, որ այս մարդու նույնիսկ գրավի գումարը կամ ընտանիքը, որ հիմա մեկը գտնվում է բանտում, իր ընտանիքին ճիշտ չի դա հրապարակային ասելը, բայց մենք ժողովրդի հետ ասում ենք ասելու, որ այդ գումարը մենք ծախսել ենք այս հարցերին բարձրանալու, դրա համար խնդիր է եւ չբարձրաձայնելը եւ բարձրաձայնելը։ Բայց դու գիտեք, չէ՞, որ մենք առաջին անգամ այս գումարման, երբ որ տրամադրվել են պարգևավճարներ, հենց առաջին անգամ մենք դիմել ենք Սահմանադրական դատարան այս հարցով։ Որ սա ձև չի, այս հարցը պիտի մի ձև կարգավորվի, պարգևավճարների խնդիրը այս երկրում։ Բայց չենք ստացել են արդյունքը, որ մենք կուզենայինք, որ ստանայինք։ Սահմանադրական դատարանը չի բավարարել մեր հայցը։ Հիմա մենք ստիպված ենք առերեսվել հետևանքների հետ, այսինքն մենք չենք, եթե տրվում է գումարը, դու պետք է հասկանաս այդ գումարը կամ պետք է վերադարձնես բյուջե, իսկ այդ բյուջե երեք էլ ասացի։ Հիմա իրանք ասում են, բա բյուջե վերադարձնենք, բա վերադարձնենք բյուջե մի հատ էլ ձեր մեջ, մի հատ կրուգով նորից ձեր մեջ բաժանեիք։
Դրա համար մենք նախընտրել ենք, որ եթե հիմա ախուսափելի է, մենք դա չենք ուզեցել, մենք դա մեր որոշումը չի եղել, բայց եթե տրվում է այդ գումարը, գոնե ծառայեցնես ինչ որ մարդկանց, ովքեր ակնհայտորեն այդ խնդիրը ունեն։ Այո, կարիք կա դրան։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի Ձեզ համար։ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցներ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն է, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց տաղավարում։ Այսքան այսօրվա համար կհանդիպենք։